Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է հուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հողիկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անցած շաբաթը քաղաքական առումով կարևորվեց, երբ վարչապետի նախաձեռնությամբ հրապարակվեցին Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները տարբեր թվականներին արված, ընդ որում նկատենք, որ 16 ու 19 թվականներին արված առաջարկները ըստ էության նույնն էին։ Սա բնականաբար բերեց որոշակի դիսկուրսի, որի ընթացքում երևի այսպես ուժեղ փաստարկը, որ կողմերը իրար ուղղում էին, դա սամտուրակ տարբերակներ։ Դավաճանը դու ես եւ այլն։ Հիմա ինչի մասին են այս փաստաթղթերը։ Չեմ կարծում, որ փաստաթղթերում որևէ նոր բան կար մեզ համար։ Այն իմաստով, որ կարծում եմ տարիների ընթացքում կամ անցած տարիների ընթացքում գոնե բոլորիս էլ պարզ էր, թե ինչի մասին է խոսքը եղել, եւ դրա մասին պարբերաբար էլ տարբեր պաշտոնյաներ խոսել են։ Մենք էլ ինքներս նաեւ տեսել ենք, այնտեղ 1990-ականների վերջից հետո մենք ունեցանք ինչ-որ փաստաթղթեր, որոնք մեղրի տարբերակն էին դիտարկում փոխանակման, հետո իրավիճակը հասավ արդեն փաստաթղթային տրամաբանության, որտեղ դիտարկվում էր ինչ-որ չափով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքում մադրիդյան սկզբունքների մասին է խոսքը։ Այնուհետև մադրիդյան սկզբունքներից հետո ունեցանք Կազանի տարբերակ, որտեղ պայմանները շատ ավելի վատն էին, քան նախկին տարբերակում, եւ այսպես գնացել է, այսինքն սա շատ բնական process էր պայմանավորված թեկուզ նրանով, որ 2008 թվականից ի վեր, երբ Ադրբեջանը արդեն իսկ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն էր, եւ դրանով պայմանավորված Ռուսաստանը պարտավորվել էր նրա ամբողջականությունը պահպանել եւ այլն, դրանով պայմանավորված արդեն պարզ էր, որ Հայաստանի հետ կապված որևիցե դրական այսպես դինամիկա ակնկալել թերևս չի կարելի։ Եթե հնարավոր է եղել առասարակ Ղարաբաղի հարցը լուծել, միակ տարբերակը եղել է 90-ականների վերջին, 97 թվական, 96 թվական, երբ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանն էր նախագահը եւ ինքն էլ դրա մասին բազմիցս բարձրաձայնել է։ Դրանից հետո արդեն իսկ տարբերակները գնալով վատացել են։ Իսկ թե հիմա քննադատողները, որոնք որ նշում են, որ պետք էր 19 թվականի տարբերակը ընդունել, ինչու չընդունվեց, հարց կարող է հնչել նաև նրանց, ինչպես նշեցիք 16 թվականի տարբերակը 19 թվականից առանձնապես չէր տարբերվում։ Ինչու նրանք չընդունեցին 16 թվականի տարբերակը։ Եթե նրանք կարողանան պատասխանել այդ հարցին, եթե այն ժամանակ 16 թվականի տարբերակը ընդունելի չէր իրենց դեպքում, ապա 19 թվականի տարբերակը, որ ավելի շատ հավաքագրված տարբերակն է բոլոր փաստաթղթերի կամ բոլոր առաջարկների արդեն այդ պահին ձեռքի տակ եղած, ինչու պիտի ընդունելի լիներ այդ դիտանկյունից։ Թեպետ նշեմ, ցանկացած փաստաթուղթ շատ ավելի իհարկե ցանկալի կլիներ, քան այնինչ ունեցանք հետո, բայց դրա հետ մեկտեղ, ինչպես ասում են, ծուռը նստենք, ճիշտը խոսենք, արդյոք 19 կամ 20 թվականին մեզանից որևէ մեկը պատրաստ էր հաշվի առնելով այն քարոզչությունը, որ մենք ունեցել ենք մինչև 20 թվականը, զիջողականությանը դեմ, ոչ մի թիզականության եւ այլն, արդյոք այդ ամենով հանդերձ մենք պատրաստ ենք եղել ընդունել, որ Ղարաբաղը որպես այդպիսին առանց որևիցե նախապայմանների, թերևս 19 թվականի փաստաթղթում այնտեղ Ղարաբաղի համար որևիցե լավ բան չկար եւ ի վերջո եթե մանրամասներին անդրադառնանք, ստացվելու էր այնինչ ստացանք այսօր։ Եթե Ղարաբաղը ի վերջո հայտնվելու էր Ադրբեջանի կազմում, դառնալով Ադրբեջանի անկախտելի մաս, ապա ղարաբաղցիները չեմ կարծում, որ կմնային այնտեղ ապրելու, չունենալով ինքնավարության որևիցե ինչ-որ մի կարգավիճակ։ Հիմա եթե նրանք հեռանալու են, արդյոք Ադրբեջանը այնուամենայնիվ պատրաստ էր ընդունել այն պայմանները, որոնք որ նախատեսվում էին, եւ արդյոք այնուամենայնիվ հետո պատերազմ չէր լինելու եւ ավելին արդյոք մենք պատրաստ էինք կրկին Ղարաբաղը զիջել առանց որևիցե ինչ-որ նախապայմանների կամ կարգավիճակի հետ կապված հստակ երաշխիքների։ Տիկին Հողիկյան, տեսեք, այստեղ ես ինձ մի փոքր գնահատական թույլ կտամ։ Մենք գործ ունենք երբեմն նենգափոխման հետ,
մի դրամաբանության։ Տեսեք, Մայնդորֆի հռչակագրից հետո հայտնի Ադրբեջանը ոչ մի անգամ, ոչ մի առաջարկ կարգավորման չի ընդունել։ Հետևաբար հայկական կողմին կապ չունի ով է այդ բանի իշխանության մեղադրել, որ այս կամ այն առաջարկը այ դուք չընդունեցիք, դուք ես մեկը չարեցիք, դուք այն բանը չարեցիք։ Մի քիչ անհետ Սերժ Սարգսյանը, եթե կհիշեք, անգամ ասեց ես առաջարկեցի, ասի հենց հիմա ստորագրեմ, Ադրբեջանը ասեց ոչ։ 7 շրջան տալիս եմ, ստորագրում ենք, ասեցին ոչ։ Հիմա այդքանից հետո, բայց հիմա թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի թիմերը, ինչպես նաև առանձին վերցրած Լևոն Զուրաբյանը, ասում են, որ 2019 թվականին եթե Նիկոլ Փաշինյանը ընդուներ կամ գոնե պատասխաներ Մինսկի խմբի առաջարկներին, ապա մենք չենք ունենային իրավիճակը, որ ունենք հիմա։ Մյուս կողմից այսպիսի փաստարկ է բերվում, որ եթե անգամ հայկական կողմը ընդուներ այդ առաջարկները, հաշվի առնելով, որ Ադրբեջանը 2009 թվականից ըստ էության պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ պատերազմը սկսվելու էր ոչ թե ջրական Ջեբրայելի մատույցներում, այլ Հադրութից։ Եվ բնականաբար հետևանքները շատ ավելի ծանր կարող է լինեին։ Հիմա ասես այս երկու փաստարկներից որն է ավելի հիմնավոր։ Եկեք փաստերին նայենք կրկին։ Սերժ Սարգսյանի հայտնի նամակը Վլադիմիր Պուտինին։ Այնտեղ նրա բերած փաստարկները եւ 7 կետերը, որոնք ըստ էության նա իբրև նախապայման է առաջարկում, որպեսզի ընդունելի լինի այն տարբերակը, որ այդ պահին սեղանին էր։ Հենց կարծում եմ այս նամակից էլ կարելի է եզրակացություն անել, որ Ադրբեջանը որևիցե կերպ ինչ որ կոնսենսուսային տարբերակով պայմանավորվածությունների գնալ չէր ուզում, որտեղ ինչպես նշեցիք, արդեն այդ պահիդությամբ ռազմական բալանսը խախտված էր ֆանտաստիկ չափերի հասնող, այսպես թվաբանությամբ, եւ ինչու պետք է մի պետություն, որը ոչ թե 2, ոչ թե 3 այլ անգամներ, գուցե տասնյակ անգամներ շատ ավելի պատրաստված է, իր հողերը ետ վերցնելու, ոչ թե խոսքը գնում է 7 շրջանների մասին, այլ խոսքը գնում է Ղարաբաղի մասին, այսինքն այստեղ արդեն այն դեպքը չէր, երբ Ալիևը ուղղակի ուզում էր 7 շրջանների ետ ստանել։ Ալիևը ուզում էր հստակ Ղարաբաղը ետ վերադարձնել, որովհետև այդ կարողությունները կային, հարմար պահնել իրավիճակն էլ կստեղծվեր ինչ որ X պահի, ինչպես եւ եղավ, եւ նա գնաց այդ քայլին։ Հիմա երբ որ խոսում ենք այն մասին, որ եթե գնայինք այդ համաձայնության, առհասարակ պատմությունը եթերներ չի սիրում, բայց միևնույն ժամանակ, եթե այդ մտավարժանքը անգամ այն անենք կրկին, ով է լիներ Հայաստանի Հանրապետության նախագահը, ղեկավարը, վարչապետը այդ պահին, ով այդ քարոզչությունից հետո ոչ մի թիզականության կպարտավորվեր վերադարձնել ոչ միայն 7 շրջաններ, այլ Արցախը եւ արդյունքում պատերազմ չէինք ստանա, Հայաստանի Հանրապետությունում նրան չէին ներելու։ Երևի օրեր անց նրա դիակը կհայտնվեր կենտրոնական հատվածներից մեկում եւ ոչ միայն նրանը, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համոզված էին, որ մենք ունենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը եւ խնդրի առաջացման դեպքում անգամ որպես այդպեսին խնդիր չի լինելու։ Այստեղ թերևս ավելի ամենամեծ մեղավորները հենց օրվա իշխանություններն են եղել, որտեղ ինչպես տեսնում ենք փաստաթղթերից նրանք բանակցում էին Լերիվայլվան, բայց վերադառնում եւ պատմում էին Լերիվայլ իրողության մասին։ Այսինքն ոչ թե պատրաստել են ժողովրդին այն հնարավոր լուծումներին, որոնք որ արդեն իսկ անկասելի էին, այլ շարունակում էին խոսել ոչ մի թիզականության մասին, այն մասին, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում եւ այլն եւ այլն, բայց միևնույն ժամանակ բանակը թալանվում էր աննախադեպ տեմպերով, ռեֆորմներ, որոնք պիտի իրականացվեին, որպեսզի բանակը պատրաստ լիներ հնարավոր ռազմական ինչ-որ տարբերակների, երբևիցե չեն անցկացվել, եւ ժողովրդին էլ որևիցե կերպ չի կոմունիկացվել տարբերակը, որտեղ պատերազմի դեպքում Հայաստանի Հանրապետությունը չէր կարողանալու դիմակայել Ադրբեջանի այսպես հարցակմանը, պայմանավորված հենց թեկուզ միայն ռազմական բալանսի խախտման հանգամանքով։ Եթե անգամ չանդրադառնանք աշխարհաքաղաքական ինչ որ հիմքերին, պատճառներին եւ այլն, նպատակահարմարություններին, եթե կուզեք։ Այս ամենը երբ որ հաշվի ենք առնում, ես դժվար եմ պատկերացնում, որ 19 թվականին անգամ եթե Նիկոլ Փաշինյանը ընդուներ 7 շրջանը ամբողջովին հանձնելու տարբերակը իրենց իսկ նախընտրած կամ նշված այսպես տարբերակով որ Ադրբեջանը համաձայնվելու էր դրան գնալ
եւ ամբողջը չէր պահանջելու։ Անկամ եթե համաձայնվելու էր, այնտեղ նշված այսպես պայմաններին եթե անդրադառնանք, ստանալու ենք նույն պատկերը, ինչ որ ստացանք 23 թվին վերջնականում։ Այսինքն Ղարաբաղի բնակչությունը ստիպված էր լինելու հեռանալ կամ հաշտվել այն մտքի հետ, որ պիտի ապրեն Ադրբեջանի կազմում, նրանց որդիները պիտի ծառայեն ադրբեջանական բանակում, պատերազմական ինչ որ իրավիճակ լինելու դեպքում նրանք պիտի կռվեն Հայաստանի Հանրապետության դեմ եւ ոչ թե կողմից եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք, ականատեսի վկայություն կա, որ մարդ որ մասնակցել է այդ քննարկմանը, որ 16 թվականին, եթե չեմ սխալվում, Սերժ Սարգսյանը մեկնել է Ստեփանակերտ, այնտեղ հանդիպել է խորհրդարանականների հետ Արցախյան եւ ներկայացրել իրական վիճակը, ասել է, որ պետք է ընդունենք այս տարբերակը, որովհետեւ եթե չընդունենք, ինչ որ ժամանակ անց Մուշ Ալաշկերտ Արտահանի փոխարեն պիտի երկինք Ստեփանակերտ։ Ղարաբաղյան վերնախավը մերժել է այս տարբերակը։ 19 թվականին Նիկոլ Փաշինյանը ուներ այդ հնարավորությունը, կարող էր բացատրել, որ թե ինքն էլ չէր ընկալում, ինչ է կատարվում։ Քանի որ ես չեմ կարող խոսել անձերի մասին կամ նրանց դիտանկյունների մասին, ընդհանրապես կարող են ենթադրություններ անել։ Կարծում եմ, եթե Նիկոլ Փաշինյանը պատկերացներ ինչի հետ գործ ունենք, գուցե առնվազն կոմունիկացնելու անհրաժեշտություն կլիներ այն բոլոր նրբությունները, որոնց մասին հիմա ենք խոսում, սկսած բանակի վիճակից, վերջացած աշխարհաքաղաքական այն բարդություններով, որոնք կուտակվել են Արցախի հարցի շուրջ եւ թերևս գրեթե անկարելիությունով այդ հարցը լուծելու խաղաղ ճանապարհով պայմանավորված եւ Ադրբեջանի հռետորաբանությամբ եւ Ադրբեջանի պատրաստվածությամբ այդ պատերազմին մասնակցելու եւ նաեւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությանը զինելու, ինչեւ ատամները զինելու Ադրբեջանին։ Ի վերջո խոսում են իսրայելական զենքի մասին, բելարուսական եւ այլն, բայց 70% Ադրբեջանի ունեցած զինատեսակների եւ զենք զինամթերքի ռուսական է։ Այսինքն նրանք Հայաստանի Հանրապետության դեմ կռվել են հենց Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակցի կողմից ունենալով իրենց իսկ բառերով ասեմ դաբրոն եւ օգնությունը։ Այս ամենը հաշվի առնելով կարծում եմ գուցե կամ նրանք չեն պատկերացրել, որ դա կարող է բերել լայնածավալ պատերազմի, ինչպես նշեցի, գուցե չեն հասկացել հարցի խորքայնությունը, եթե ոչ ապա կարծում եմ այնպես չի, որ այստեղ որևէ մեկ անմեղ է իշխանությունների դիտանկյունից այս հարցում, պատերազմի դիտանկյունից, բայց այնուամենայնիվ կրկին նշեմ, որ ինչ էլ լիներ մինչև 20 թիվը, հիշելով ինձ, հիշելով մեզ բոլորիս եւ առասարակ մեր դիրքավորումը այդ հարցի հետ կապված ու նաեւ ինֆորմացիայի պակասը, առասարակ համար մեկ հարցներ Արցախի հարցը այդ օրերին, բայց խոսում էին Արցախի հարցի մասին այնպես, ասես դա ոչ մի բանի մասին է եւ որևէ խնդիր իրանից չի ներկայացնում հանրային դաշտում։ Ես չեմ պատկերացնում, որ այս ամենը հաշվի առնելով առհասարակ հնարավոր էր լինելու խաղաղ ճանապարհով ինչ-որ լուծումներ գտնել, անգամ եթե դրանք կային կրկին։ Ամփոփելով թեման, այսպես ինձ համար հանելուկ մնաց մի փոքր համագամանք, միգուցե դուք այդ հանելուկի պատասխանը գիտեք, ինչու չհրապարակվեց QST համաձայնությունը։ Եթե իշխանության բացատրություններին անդրադառնանք, ըստ նրանց այդ փաստաթուղթը չկա։ Հետազոտող Թաթուլ Հակոբյանը նշում է, որ իրենք տեսել են ժամանակին։ Չեմ բացառում, որ իսկապես այդ փաստաթուղթը պարզապես չի պահվել։ Ինչ պատճառներից ելնելով։ Ի վերջո եկեք կարձանագրենք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը եւ ոչ միայն նա պնդում է, որ դա հանճարեղ այսպես փաստաթուղթեր, բա չպիտի ասենց մի հատ սիրուն ռամկայի մեջ վերցնեին ոսկեզոծ։ Դե պիտի երևի, բայց հանճարեղությանը ձեր թույլտվությամբ անդրադառնամ, գիտեք, առհասարակ եւ Մեղրիի տարբերակը եւ Քիվեստի տարբերակը կարծում եմ բերեցին հասցրեցին նրան, որ Ղարաբաղի հարցի ինքնորոշման խնդրից վերածվեց տարածքային պահանջների խնդրի, ինչը անթույլատրելի էր եւ ինչը բազմիցս նշվել է եւ տարատեսակ փորձագետների եւ քաղաքական գործիչների կողմից։ Անկախ նրանից, թե ինչ էր մտածում Ռոբերտ Քոչարյանը, ով կարծում եմ ավելի շատ թերևս իսկապես գուցե մտածել է, որ Մեղրին փոխանակելով հարցը լուծում է, որտեղ Ղարաբաղն է ստանում, բայց նաեւ իբրև քաղաքական գործիչ եւ Հայաստանի նախագահ ոչ թե Ղարաբաղի ղեկավար, նա պիտի հասկանար թերևս, որ երբ վաճառքի ես հանում սեփական երկրից ինչ որ մի մասը, սուվերեն
հատվածը քո երկրի, դա չի կարող խիստ բացասական ազդեցություն ունենալ հետագայում հենց այդ խնդրի լուծման ընթացքի վրա։ Նա այս երկու քայլերին գնալով, անգամ քննարկելով անկախ նրանից թե դրանով վերածեց տարածքային էությունը փոխեց, ինչը հնարավորություն տվեց նույն ադրբեջանցիներին դիրքավորվել արդեն միջազգային տարբեր ատյաններում այնպես, ինչպես նրանք դիրքավորվեցին, իսկ Հայաստանը ընդհանրապես Ղարաբաղին սատարող, այսպես մեծ եղբորից վերածվեց Ադրբեջանի տարածքային պահանջներ ներկայացնող ագրեսորի, ինչը եւ շահարկվել է բազում երկար տարիների ընթացքում հենց Ադրբեջանի կողմից ամենատարբեր ատյաններում, քարոզչական իբրև նաեւ։ Եվ քանի որ խոսք գնաց Մեղրիի մասին, տեսեք թրիփը կամ Մեղրիի ճանապարհը, այն ինչի մասին որ խոսք կա արդեն օգոստոսի 8-ի Եռակողմ մրցակագրում, էլի շատերը փորձում են ներկայացնել որպես միջանցք, ըստ էության սակարկության առարկա դարձած միջանցք, որը բնականաբար ազդելու է վատ իմաստով Հայաստանի սուվերենության վրա, ինքնիշխանության վրա, որտեղ ամերիկացիները կվերցնեն, այսքան են կանեն, վաղը 100%-ով կվերցնեն իրար, ու մենք էլի կզրկվենք Մեղրիի եւ ընդհանրապես Իրանի հետ կոմունիկացվելու հնարավորությունից։ Կրկին անդրադառնանք փաստերին եւ նայենք թե ինչ է գրված փաստաթղթում։ Խոսքը ոչ թե նրա մասին է, որ Հայաստանը տրամադրում է տարածք որևիցե երրորդ կողմի, ինչը մեր սահմանադրությամբ արդեն իսկ խնդրահարույցը չկա նման կարգավորում սահմանադրությունում, որտեղ դու կարող ես հողատարածքը տրամադրել երրորդ կողմի։ Փաստաթղթում սևը սպիտակով գրված է, որ լինելու է ամերիկյան հայկական կոնսորցիում ընկերություն, որը զբաղվելու է այդ ամենով։ Թե արդեն մանրամասները ինչպիսին կլինեն, պիտի պարզապես սպասենք, մինչև որ կհրապարակվեն հենց այդ մանրամասները, որտեղ այս ընթացքում տարատեսակ հայտարարությունների, եթե անդրադառնանք, աշխատանք է գնում այդ ուղղությամբ։ Միացյալ Նահանգներից եկավ գնահատող խումբ, որպեսզի հասկանան ինչի մասին է խոսքը։ Կարծում եմ այսօրվա դրությամբ ամենօրյա մակարդակով, ամենօրյա ռեժիմով արդեն իսկ քննարկվում է այդ հենց մանրամասները, որոնք պիտի վաղը մյուս օրի հիմք դառնան պայմանագրային եւ այլն։ Կարելի է տարբեր բաներ ասել, գիտեք, կարծում եմ ընդդիմության գործն էլ հենց դա է, որպեսզի ցանկացած բան, ինչի իշխանություն ներկայացնում, արդեն սովորել ենք, որ անկախ լավ պրոյեկտ է, վատ պրոյեկտ է, լավ քաղաքական ինչ որ գիծ է, վատ քաղաքական գիծ է, նրանք պիտի պարտադիր քննադատեն։ Այսինքն նրանք չեն պայքարում տվյալ պարագայում, ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ ներկայացնենք, պայքարում են Հայաստանի Հանրապետության դեմ, սուվերենության, մեր ինքնիշխանության, ինչպես կուզեք, որովհետև եթե անգամ այս տարբերակը, որը առնվազն 2-3 տարի առաջ գրեթե անիրականանալի էր թվում, պատերազմից հետո ունեցած մեր հետևանքներով իսկ պայմանավորված, եթե հնարավոր է դարձել նմանատիպ պրոյեկտ իրականացնել, որը տարածաշրջանը շատ ավելի գրավիչ կդարձնի, ոչ միայն արտաքին ներդրումների, այլ ի վերջո կլուծի այս կոնֆլիկտային տրամաբանությունը, որ մեր Հայաստանի Հանրապետության հիմնադրման իսկ օրից եղել է մեզ հետ, չգիտեմ թե ինչու՞ն է, ինչպես կարելի է դրան վերաբերվել բացասական կերպով, հաշվի առնելով նաև այն սուվերենության բաժինը, որ Հայաստանը շարունակում է պահպանել որոշումների կայացման տրամաբանության մեջ։ Հիմա դրան ի հակառակ ասում են, տեսեք, Ադրբեջանը չնայած օգոստոսի 8-ին ստորագրված եւ այնտեղ հստակ գոյություն ունեցող ձևակերպումների շարունակում է օգտագործել Զանգեզուրի միջանցքը։ Ադրբեջանը շարունակում է խորացնել, այսպես ասենք, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան այդ խոսույթը։ Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը պայմանավորել Հայաստանում սահմանադրական գործընթացներով։ Ընդ որում էլի 100% չի ասում։ Ասում է մենք կդիտարկենք արդեն եթե այնտեղ ինչ-որ բան փոխվի, մենք կդիտարկենք ստորագրման հնարավորությունը եւ ըստ էության դրանով ճնշում է գործադրում անընդհատ պերմանենտ ճնշման տակ է պահում Հայաստանի իշխանություններին, ըստ էության սպառնալով պատերազմով։ Այստեղ էլ պիտի փորձենք խնդրին նայել ոչ թե մեր տրամաբանությամբ եւ մեր աչքերով, ինչպես երկար տարիներ արել ենք Ղարաբաղի հարցի մասով, այլ պիտի փորձենք նայել Ադրբեջանի դիտանկյունից եւ տեսնենք թե ինչ է ձեռնտու Ադրբեջանին եւ ինչը ձեռնտու չէ եւ ինչը կարող է առհասարակ լինել այն կարող են լինել պատճառներ, որոնք ստիպում են Ադրբեջանին եւ նրա իշխանություններին հանդես գալ նմանատիպ հայտարարություններով։ Արձանագրենք, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ են։
պարլամենտական եւ հերթական անգամ ժողովուրդը պիտի որոշի, թե ով է դառնալու Հայաստանի Հանրապետության հետագա իշխող ուժը եւ վարչապետը։ Հիմա ի տարբերություն Ադրբեջանի մեր մոտ Հայաստանի Հանրապետությունը մի նկատի ունեմ, կանխորոշված չեն ընտրությունների արդյունքները։ Եթե Ալիևի դիտանկյունից ենք նայում, նա չգիտի վաղում հետ գործ կունենա։ Պայմանավորված հենց դեմոկրատական այս հիմքերով, որը Հայաստանը ունի եւ արժե համակարգով։ Սա հաշվի առնելով բնական է, որ նա պիտի բաց պահի բոլոր հնարավոր տարբերակները, որոնցից մեկը ոչ խաղաղություն, ոչ պատերազմն է, մյուսը խաղաղությունն է, մյուսն էլ պատերազմն է։ Որպիսի եթե հանկարծ այնպես ստացվի, որ Հայաստանում իշխանության եկած ուժերը չլինեն խաղաղության ջատագովներ, նա արդեն իսկ ունենա պատրաստի տարբերակ դրան դիմակայելու։ Սա մեկ։ Երկրորդ հերթին, եթե խոսքը գնում է Ադրբեջանի էլի դիտանկյունից հարցին նայելուն, եկեք նայենք ինչքանով է Ադրբեջանին ձեռնտու, ով շատ երկար ժամանակ փորձում էր Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի, դեռ փորձում է բարձրացնել ռազմավարական մակարդակի կամ առհասարակ որակական ինչ որ բարելավման գալ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները, ինչքանով է ձեռնտու իջիկ դարձնել այդ բոլոր ջանքերը եւ պայմանավորվածությունները, հիշելով նաեւ Ալիևի հայտարարությունները Սպիտակ տանը։ Եվ խաչ քաշելով այդ ամենի վրա ագրեսիայի ինչ-որ ագրեսորական քայլ անել Հայաստանի Հանրապետության դեմ, որը լծակ է տալու արդեն բոլոր այս պետություններին Ադրբեջանի դեմ իբրև ագրեսորի, միևնույն ժամանակ Ադրբեջանի զրկելու է այն հաջողություններից, որոնց նա կարողացել է հասնել միջազգային ասպարեզում, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ ունեցած իր հարաբերությունների կարգավորման գործում, հիշում եք կարծեմ հույս հայտնեց, որ կկարողանան այդ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի։ Եվ եւս մի բան, եկեք դիտարկենք ամենավատ սցենարը, որտեղ Ադրբեջանը, ասենք, գրավել է այդ հատվածը եւ ճանապարհ է սարքում Ադրբեջանից Ադրբեջան։ Ինչքանով կա կարիք Ադրբեջանից Ադրբեջան ճանապարհի համար ներգրավել երրորդ կողմի կամ հետաքրքրություն առաջացնել երրորդ կողմի մոտ։ Տրիպը կա, եթե խոսքը գնում է Հայաստան-Ադրբեջան ճանապարհի մասին, որտեղ միջնորդ է հանդիսացել Միացյալ Նահանգները, բայց չեմ կարծում, որ տրիփի հնարավորությունը կլինի այն պարագայում, երբ Ադրբեջանը դառնա ագրեսոր եւ ուժով ասենք անգամ, եթե կարողանա գրավել այդ հատվածը, սա էլ հաշվի առնենք։ Նա տեսեք, եւս մի թեմա է շրջանառվում, իմ տենց սուբյեկտիվ գնահատմամբ մի քիչ ականջներից քաշած թեմա է, խոսք վերաբերում է Ադրբեջանից Հայաստան բենզինի ներկրմանը, ինչու եմ ասում ականջներից քաշած, որովհետեւ Ադրբեջանը ինքը բենզին ներկրող երկիր է, Ռուսաստանից եւ Ռումինիայից ներկրում բենզին, իրենց ներքին շուկան չեն կարողանում իրենցով սպասարկել, դրան գումարած նաեւ ինչ որ որակական խնդիրներ կան եւ այլն, հիմա դնենք այդ մի կողմ։ Եվ բնականաբար այս հանգամանքները հաշվի առնելով պետք է խնդիրը դիտարկել քաղաքական հարթության վրա, այսպես տնտեսական չի սա։ Ինչ քայլ է սա։ Ինչի մասին է։ Դե գուցե հենց այն քայլերից, հերթական քայլերից մեկն է, որ Ադրբեջանը անում է բոլոր այն ուղղություններով, որոնց մասին քիչ առաջ խոսեցինք, այսինքն խաղաղության ուղղությամբ, այս դեպքում արձանագրում է, որ ինքը նույնպես խաղաղության ջատագով է, պիտի արձանագրի պարտադիր միջազգային հանրության համար եւ քայլեր է անում այդ ուղղությամբ։ Բայց միևնույն ժամանակ ի նկատի ունենալով բոլոր այն հնարավոր տարբերակները, որոնք չի կարելի բացառել, ես կարծում եմ մենք դեռ կշարունակենք լսենք եւ Զանգեզուրի միջանցքի մասին տարտեսակ պաշտոնյաների կողմից, թեպետ նրանք կնշեն, որ խոսքը բացառապես Ադրբեջանի հատվածի մասին է գնում, եւ տարատեսակ այլ արևմտյան Ադրբեջանի մասին, ինչպես խոսույցներ եւ այլն, նույն դրամատուրգիան մեջ է կարծում եմ պետք դիտարկել քաղաքական քայլ, որով Ադրբեջանը արձանագրում է, որ այո, իրենք պատրաստ են ճանապարհների ապաշրջափակմանը, նրանք պատրաստ են Հայաստանի հետ խաղաղությանը եւ որևիցե կերպ հանդես չեն գալու այս պրոյեկտի խափանողների բրև, հա, այդպես ասեմ, որովհետեւ սա հետագայում անգամ Աստված ոչ արած թե եթե իսկապես մեզ մոտ քաղաքական իրողությունները փոխվեն, իշխանություն դառնան ուժեր, որոնք որ ավելի շատ ռուսական են լինելու եւ ռուսական օրակարգերով են առաջնորդվելու, այս դեպքում Ադրբեջանը այլ տարբերակ չի ունենալու արձանագրելու, քան ես ուզում եի անել, բայց Հայաստանը չէր ուզում։ Այսինքն այս դրամատուրգիան մեջ պետք է դիտարկել, ինչպես եւ վերջին առասարակ 20 տարիների այն գործընթացները, որոնց ականատեսն ենք եղել։
Տեսեք, մենք այսօր շատ խոսեցինք թրիփի մասին, առհասարակ թրիփի մասին շատ է խոսում եւ շատ քիչ է խոսվում մեկ այլ իրադարձության մասին, որը անցած շաբաթ էլի տեղի ունեցավ եւ Եվրամիությունը հայտարարեց, որ Հայաստանին կտրամադրի 500 միլիոն եվրոյի օժանդակություն Վրաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերին ինտեգրվելու կամ միանալու նպատակով, սա բավական լուրջ թիվ է, սա բավական լուրջ նաեւ քաղաքական, այսպես մեսեջ է ուղված այս կողմ, այսպես ասեմ, սա միայն Հայաստանին ուղված մեսեջ չի։ Եվ որն է այդ մեսեջի բովանդակությունը։ Դե կարծում եմ Եվրամիությունը նույնպես հենց ի սկզբանե ինչպես իրենք էլ հայտարարել են եւ ջատագովել են նույն այս տրիփի եւ նախագիծը եւ առհասարակ խաղաղության պայմանագրի կնքման հանգամանքը, կարծում եմ նրանք էլ փորձում են մաս դառնալ այն զարգացումների, որոնք տարածաշրջանում այս պահի դրությամբ իրականություն են դառնում։ Մաս դառնալ ասելով արձանագրել, որ նրանք է դուրս չեն մնում այն հնարավոր բոլոր ապագայում տեղի ունենալիք այսպես ասած զարգացումներից, որոնք կլինեն տարածաշրջանում առհասարակ։ Իսկ եթե խոսքը հենց մասնավորապես թրիփի մասին է գնում եւ ոչ միայն թրիփի, որովհետեւ ի վերջո խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին եւ թրիփը միակ ճանապարհը չի լինելու, որը որ ապաշրջափակվելու է, բնականաբար հաշվի առնելով աշխարհակաղակական հեղեղուկ իրավիճակը, կարծում եմ բոլորն էլ ուզում են այլընտրանքային տարբերակներ ունենալ, որով հնարավոր կլինի բեռնափոխադրումները դարձնել շատ ավելի կարճ, էժան եւ հուսալի։ Իսկ որպեսզի ունենան կարճ, էժան եւ հուսալի բեռնափոխադրումներ, բնական է, որ պետք է կոնֆլիկտի գործոնը այստեղ բացառել։ Այդ իսկ պատճառով բնական է, որ Եվրամիությունն էլ այստեղ շահագրգռվածություն ունի եւ գուցե սա նաեւ մեսեջը հենց նույն Թուրքիային, ոչ միայն մեզ, որը որ ցայսօր Հայաստանի հետ ճանապարհները բացելու ուղղությամբ գործնական քայլեր դեռևս չի արել։ Ինչին է սպասում Թուրքիայում։ Պատճառները տարբեր կարող են լինել։ Ես կարծում եմ առաջին հերթին իբրև Ադրբեջանի ռազմավարական դաշնակից նրանք ինչ որ պահի պարտավորվել են եւ կապել են ճանապարհների ապաշրջափակումը խաղաղության պայմանագրի հաստատման հետ, շարունակում են այդ ուղղությամբ իսկ ընթանել։ Կարող են լինել այլ պատճառներ, քանի որ Ադրբեջանը բավականին լուրջ լոբի ունի հենց Թուրքիայում եւ հաշվի առնելով այն, որ նաեւ լուրջ ներդրող է նույն Թուրքիայում եւ տնտեսությունում եւ քաղաքական իմաստներով բազում անգամներ Էրդողանին օգնության է հասել անհրաժեշտության դեպքում, կարծում եմ Ադրբեջանի հետ նախնական ինչ-որ պայմանավորվածություն ունեն եւ սպասում են թերևս հենց խաղաղության ստորագրման փաստին կամ գուցե այս պահի դրությամբ այս ուղղությամբ նույնպես բանակցություններ ընթանում։ Դժվար է պատասխանել, երբ չունենք ամբողջական ինֆորմացիա այս ուղղությամբ։ Հիմա տեսեք, մենք խոսեցինք թրիփի մասին, մենք խոսեցինք Եվրամիության ներդրումային ծրագրի մասին։ Մենք չխոսեցինք այդ արհեստական բանականության գործարանի մասին 500 միլիոն մոտավորապես եւ ավել ներդրումային ծրագիր է եւ այլն եւ մենք այս ընթացքում գրեթե չխոսեցինք Ռուսաստանի դերակատարման եւ ազդեցության մասին։ Հիմա ինչ Ռուսաստանը ձեռները ցալած նայելու է թե այդ ամեն ինչը ոնց է տեղի ունենում ու ոչինչ չի անելու։ Որևիցե գերտերություն կամ կայսրություն ձեռքերը ցալած չի նայում, թե ինչպես են իր ազդեցության գոտիները հեռանում իրենից։ Այսինքն ազդեցությունը պակասում է այդ գոտիներում եւ ի վերջո այդ գոտիները դառնում են անկախ պետություններ։ Բայց որն է այլընտրանքը Ռուսաստանի։ Ես չեմ հիշում պատմության մեջ որևիցե կայսրություն, եթե դուք հիշում եք, խնդրեմ մեջ բերեք, որը որ իր կամքով հեռացել է իր նախկին գաղութներից կլինի կամ ազդեցության գոտիներից կլինի, ամենավերջիններից մեկը թերևս անգլիական կայսրությունն էր, որը որ ստիպված եղավ երկրորդ համաշխարհայինից հետո հեռանալ իր գաղութներից։ Ֆրանսիան Ալժիրից, այո։ Վերջին օրի ամենաթարմ օրինակները, որևէ մեկը դա կամավոր կերպով չի արել, բայց իրողությունների հետ չհաշտվելն էլ բերելու է շատ ավելի բարդ իրավիճակների։ Ի վերջո, այնինչ հիմա նրանք ունեն նույն Ուկրաինայում։ Սա էլ պայմանավորված էր իրենց կայսերապաշտական նկրտումներով, որովհետև վերջին առնվազն 10 տարիների ընթացքում նրանց էքսպերտների կողմից, քաղաքական գործիչների կողմից բազմիցս անգամներ լսել են, որ Ռուսաստանը պիտի լինի կայսրություն, այլընտրանք չունի, իսկ կայսրություն լինելու համար, ինչպես Բժեզինսկին էր ժամանակին նշում իր հայտնի գրքում, Ռուսաստանին անհրաժեշտ է առնվազն ունենալ Ուկրաինան եւ Ուկրաինայի ժողովրդին։
հակառակ դեպքում նրանք հնարավորություն չեն ունենալու իրականացնել իրենց այդ պլանը։ Անշուշտ Ռուսաստանը պայքարելու է եւ պայքարում է, կարծում եմ բոլորիս էլ դա տեսանելի է եւ այն գործիքակազմերի դիտանկյունից, որ այսօր օգտագործվում է մեր ինֆորմացիոն դաշտում եւ տարատեսակ գործիչների, այսպես ասած, ձեռամբ եւ մասնակցությամբ անմիջական, ես կարծում եմ, որ հիբրիդային այս գրոհները շատ ավելի կուժեղանան առաջիկա 6 ամիսների ընթացքում, մինչ ընտրությունները, բայց միևնույն ժամանակ ես չեմ տեսնում ռեալ փոփոխություններ դաշտում կամ նոր խաղացողներ, որոնք կարող են ռուսական, այսպես ասած, խաղաքարտը, եթե այդպես ասեմ, ուժեղացնել։ Նույն մարդիկ են, նույն գործիչներն են, հայտնվել է ինչ-որ ռուսական հայկական ծագմամբ ռուսական օլիգարխ, որին կարծում եմ գործուղել են Հայաստան, ես չեմ կարծում, որ որևիցե մեկով բիզնեսով է զբաղվում կամավոր կերպով կներգրավի քաղաքական ինչ-որ գործընթացների միջև, գործուղել են այստեղ հստակ հանձնարարությամբ, ըստ իս, ունենք նաև եկեղեցու գործոնը, պետք չէ մոռանալ դրա մասին, որը որ ռուսական թերևս քարոզչության կամ ազդեցության ամենամեծ օղակներից մեկն է այս շղթայում, որը որ Ռուսաստանը ստիպված էր օգտագործել եւ ամբողջությամբ նետել գրոհի մեջ Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող իր իսկ կողմից, շատ են նաև, ինչպես նշեցի, տարատեսակ առանձին գործիչներ, լրատվամիջոցներ, բայց կարծում եմ վերջին առնվազն 4-5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ բավականին լուրջ փորձ է ձեռք բերել դիմակայելու նմանատիպ բաներին։ Չի նշանակում սա բնավ, որ այս կողմից վտանգ չկա եւ պետք չի այս ուղղությամբ աշխատել, հակառակը, երբ նայում ենք ինչ գործիքներ են օգտագործվում, սկսած այդ կրկնակող, այսպես ասած, վեբսայթերից, doppelganger, ինչպես իրենք են նշում, որոնք որ կրկնօրինակում են տարատեսակ միջազգային եւ հայկական լրատվամիջոցների եւ այլն, վերջացած Telegram ալիքների, այսպես ասած, քանակով, որոնք հստակ ռուսական մեսեջինգով են զբաղված եւ օրակարգերի տարածմամբ են զբաղված, կարծում եմ շատ նոր բաներ չենք տեսնի, պարզապես կտեսնենք ինտենսիվացող քայլեր այս ուղղությամբ։ Շնորհակալություն զրույցի համար, ուղղակի ամփոփելով Ռուսաստանի երբեմն երևի պետք է հիշեցնել այսպես ռուսական մի խոսույթ կա «Друзей нельзя иметь, с ними надо дружить»։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։